ինչ եք մտածում, ինչ են զգացել այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց հարազատներին, հազարավոր զոհեր են ունեցել, դրանից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը գալիս է Սամբիոնից ասում է, կարող ենք շուտ կանգնեցնել պատերազմը, ուղղակի նույն արդյունքը կլներ, զոհերը քիչ կլինեն։ Պատկերացնեք այդ մարդիկ ինչ են զգացել։ Կամ դուք ինչ եք զգում, երբ որ տեսնում եք զոհվածների ծնողներին այտենց կարմիր բերետավորներով քաշքշելով տանում են։ Ինչ եք զգում։ Ես ինքս կորցրել եմ քրոջս երեխային, շատ ընկերներ եմ կորցրել։ Հասկանում եք, շատ անբացատրելի է այս ամեն ինչը դրանից հետո տեսնելը։ Ու այստեղ ներողության հարց չի կամ որքանի տեղ գնում խոնարհվում են ձեր 17 թվի քարոզչական էս տեսանյութերը, որ նայում ենք, այսպես Արցախի մասին խոսույթը, պաշտպանությունը, հիմա որ այս հարցերը տալիս ենք անհարմար վիճակում եք հայտնվում, ինչ է ասում։ Դուք չէ, բոլորին չասեմ, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասով, ասում է, մենք բոլորս դաշնակցական էինք, այդ մտածելակերպով էինք։ Չէ, ժողովուրդ, այդպես չի։ Ստեղ կար քաղաքական նպատակահարմարություն։ Այդ ժամանակ կոպիտ ասած դա էր ծախվում, դա եք տալիս։ Հիմա հասկացել եք, որ դա էլ բան չի, այս պատերազմը մնացածը ու այսպես այդ ամեն ինչը այսպես քողարկվում է դրանով։ Չէ, դաշնակցական չէիք։ Կամ նույն եթե ավելի հետ գնանք իր հոդվածները, թե ինչ էր մտածում ինքը Արցախի մասին, ոնց էր այդ ամեն ինչը բնութագրում, դու հասկանում ես, քաղաքական նպատակահարմարություն։ Հիմա սա է լավ, սա կանենք, մյուսը Հայաստան խմբակցությունը խստորեն դատապարտում է Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի դեմ եւ սրբազան հայրերի դեմ նախաձեռնված այն ստոր հետապնդումները, որոնք իրականացնում է այս իշխանությունը եւ մենք նաեւ այսօր մեր ներկայությունն ենք ունենալու ի պաշտպանություն Հայաստանի առաքելական եկեղեցու Էջմիածնում դատարանի մոտ։